եւ հրավերի համար եւ հարցի համար միանշանակ ոչինչ ստատիկ չէ, մենք ապրում ենք իսկապես դրամատիկ փուլում, երբ շատ բաներ շատ դինամիկ աչքիդ առաջ փոխվում է եւ կարիք կա հասկանալու այդ փոփոխությունների տրամաբանությունը։ Մոտավորապես 8-10 ամիս առաջ սկսվեցին սոցիոլոգիական տարբեր հարցումներ եւ տարբեր շրջանակներ բավական ոգևորություն ապրեցին, հասկանալով, որ իրենց վարկանիշը բարձրանում է, հակավարկանիշը իջնում է եւ որ իշխանության վարկանիշը ամենևին անհաղթահարելի բարձունք չէ։ Ես այն ժամանակ ասեցի, որ հրապարակային ասեցի, որ այստեղ մի հատ թաքնված բան կա, այս պայմաններում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Եվ այդ միտքը շատ լավ հասկանում է նաև իշխանությունը, եւ իմ կանխատեսումը այն էր, որ իշխանությունը գնալու է ոչ թե իր որակը լավացնելու ճանապարհով, որտեղ դա անհնար է, այլ գնալու է ուղղակի պայմանները փոխելու ճանապարհով, որտեղ այս պայմաններում նա չի կարող վերարտադրվել եւ նրանց ուշքը միտքը լինելու է այն, որ ցանկացած գնով, ցանկացած օրինական եւ անօրինական ճանապարհով փոխել պայմանները։ Դա մոտավորապես կրկնում եմ 8-ից 10 ամիս առաջ էր եւ դրանից հետո այն իրականության մեջ, որ մենք բոլորս ապրում ենք, այն կյանքը, որ մենք ապրում ենք, հենց դրան է ուղղված իշխանության բոլոր քայլերը ըստիս պայմանների փոփոխության վրա է, ստեղծել ավելի նոր իրականություն, արդեն էական չէ, ավելի այլանդակ, ավելի թույլ, ավելի վատ, բայց մի իրականություն, որտեղ իր շանսերը ինքը գնահատում է ավելի բարձր։ Ընդհանրապես հանրային տրամադրությունների ֆիքսումը մի քանի հարակից գիտությունների խնդիրն է, բայց նաև այստեղ կարևոր դեր ունի նաև ինտուիտիվ զգացումները եւ կարևոր խնդիր ունի նաև ռեալ իրական հողի վրա աշխատանքը, առայն ճիշտ քայլերը եւ սխալ քայլերը։ Հիմա Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ, ինչ ուզում անում է եւ ոչինչ իրեն չի կարող կանգնեցնել։ Դա այդպես է, բայց այդ հարց ունի նաև մյուս կողմը։ Իշխանությունը այդ ընթացքում թույլ է տալիս կոպիտ սխալներ, կոպիտ, որից ուղղակի պետք է օգտվել։ Իդեպ ցանկացած իշխանություն, ցանկացած ավտորիտար իշխանություն ինքը սխալներ է թույլ տալիս։ Եվ եթե կան համակարգեր, որոնք կարող են այդ սխալներից օգտվել, ապա երկրները գնում են հնարավորինս առողջացման ճանապարհ։ Մեկը իշխանության սխալներից օգտվել է։ Իմ խորին համոզմամբ այս հակաեկեղեցական արշավը, որ տանում է իշխանությունը, բերել է եկեղեցու շուրջ աննախադեպ պատմական համախմբվածության եւ ինքը այդ հաշվարկը չի ունեցել իշխանությունը։ Դրա համար նրա որևէ քայլ արդեն կարիկատուրային քայլերի է վերածվում իրենց ողջ կռեհկությամբ հանդերձ, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր հարցումները ցույց են տալիս աննախադեպ համախմբվածություն եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ։ Երկրորդը իշխանության այդ ջարդված եւ անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են իրական Հայաստան անվան տակ եւ այդ խանդավառությունը ադրբեջանական տարանցիկ ծորենի կամ ադրբեջանից նավթամթերք եւ այլն բերելու այդ ամբողջ արշավը աչքիդ առաջ հանգեցնում է նրան, որ ձևավորվում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք ընդդեմ խեղճության։ Եվ իսկ այսօր խեղճության մարմնավորումը իշխանությունն է, անկախ նրանից, որ կարող է ցանկացածին, այդ թվում մեզ հիմա գալ, բռնել, տանել, կալանավորել, դա չի հարցը, բայց ձևավորվում է մի հատ հավաքական միտք ընդդեմ խեղճության, այդ դրոշի տակ։ Սա իշխանության կոպիտ սխալներն են։ Հիմա եթե հայտ ներկայացնող, փոխությունների հայտ ներկայացնող քաղաքական հանրային միավորները կարողանան օգտվել, դա կստանա էլեկտորալ արդյունք։ Ես վստահ եմ, որ կարող են օգտվել, միանգամից ասեմ։ Մյուս իրողությունը այն է, որ առաջին հայացքից թվում է, թե մենք ունենք հասարակություն, որը ջարդվել է, որը ամեն ինչի համակերպվում է եւ շատերի մոտ պայքարող իրավագիտակից հանրության մոտ դա բերում է խոր հիասթափության անկումային տրամադրություններին։ Առաջին հայացքից իրոք այդպես է, ես այդ մի օրինակը միշտ բերում եմ, կամ նոր օրինակ։ Ենթադրենք հիմա ասում է, որ պատարակներից առաջ պիտի հնչի Հայաստանի հիմն։ Հա մենք բոլորս հասկանում ենք, որ դա մեղմ ասած գրագետ չէ եւ ճիշտ չէ,
Բայց եթե այդ նույն մարդը վեր կեներ, ասեր, չէ, փոշմանեցի պատարակներից առաջ պիտի հնչի Հայաստանի եւ Ադրբեջանի հիմնը, մեր եկեղեցիներում։ Ի նշան խաղաղության, ինչ եք կարծում, ինչ ռեակցիա լինելու, նույնը ինչ որ այսօր կա։ Այդ իր շրջիկ հավատացյալների խումբը ողջունելու է, իր պետական համակարգը լռելու է, ովքեր հասկանում են, որ դա անթույլատրել լռելու են, լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկներ, որոնք ողջունելու են, ծափահարելու են եւ այլ եւ այլն։ Արդյոք սա նշանակում է, որ մեր հասարակությունը ջարդված է եւ ողնաշարը ջարդված։ Միանշանակ ոչ եւ դա երևալու է էլեկտորալ process-ների զուգահեռ։ Իմ խորին համոզմամբ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Հայաստանում լինելու է լրիվ այլ տրամադրություն, երբ որ ընդհանրապես ընտրությունների շեմին, ընտրությունները բերում են մեծ էլեկտորալ ակտիվության եւ այդ ժամանակ անակնկալ է լինելու բոլորի համար, բոլորիս ձևակերպեմ եւ իշխանության եւ հակաիշխանական համակարգերի համար եւ մենք տեսնելու ենք, որ ստեղ ամենևին ջարդված եւ ամենևին անկում ապրած հասարակություն չէ եւ իհարկե լինելու է կարծում եմ լինելու շատ այլանդակ տեսարաններ, բայց առողջացման այդ միտումները բարձ երևալու են։ Ստեղ էլ է շատ կարևոր, ես երբեք չեմ զլանում կրկնել այդ գրագետ աշխատելու կարևորությունը, ամենակարևոր հարցն է։ Եվ այստեղ շատ կարևոր է տարանջատել նեղ խումբը իշխանության, որը լոկոմոտիվն է, որը ուղեղն է, որը չգիտեմ ինչն է այդ բոլոր այլանդակությունների նեղ խումբ եւ մնացած իշխանական համակարգ, պետական համակարգ, դրանք պետք է շատ տարանջատել եւ այն հաճախ ոչ իշխանական համակարգից հնչող ոչ ճիշտ ձևակերպումները այդ համակարգերի հանդեպ պետական, դրանք անթույլատրելի են։ Իսկապես դա գրագետ մոտեցումն է, որ պետք է նեղ խումբը տարանջատել մնացածից, որոնք այսօր լռում են, որոնք այսօր ձայն չեն հանում, դրանք տարբեր հասկացություններ են։ Շատ